Սիրելի արտադիտողներ, հատկապես այս երաժշտական կատարումից հետո պարզ է դառնում մի բան, որ այս աշխարհում երևի թե միայն երկուսն են, բարությունը եւ սերը, որ չունեն որևէ չափաբաժին, որովհետեւ եթե դա ճիշտ է ընկալվում եւ գնահատվում, ապա դրան սահմանությունը պարզապես հրաշալի է։ Այո, իսկապես, ու երբ մենք խոսում ենք սիրո մասին, բարության մասին, երաժշտության տեսանկյունից մեր սիրո երգիչը Հայկոն է առաջինը գալիս մեր հիշողություններում, բայց առավոտյան մենք խոսում էինք, որ սերը կարևոր է նաև խոհանոցում, երբ մեր հոգատարությունը, ջերմությունն ենք փոխանցում, իսկ երբ խոսում ենք այս տաղավարում խոհանոցային հատվածի մասին, իհարկե առաջինը հիշում ենք ու հիմա նաև բարևում մեր գործընկեր Անուշին իր հյուրի Սարգիսի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Այո, այսօր Սարգիսն է մեզ հյուր եկել եւ բնական է արդեն գիտենք, չէ, որ շատ համեղ ու յուրօրինակ ուտեստ է առաջարկելու հատուկ առավոտ լուսոյի համար։ Այո, այսօր պատրաստելու ենք հավի կրծքամսով, շատ հատուկ եւ հետաքրքիր ուտեստ, ասեմ, որ ուտեստը մի քիչ փոփոխված է եւ բոլորի շատ հայտնի ուտեստ է արդեն դարձած, բայց մենք փակագծերը չենք բացելու, այո, ընթացքում երբ որ մենք պատրաստենք ուտեստը, խնդրելու ենք, որ այո, ովքեր նայում են, մեզ գրեն թե ինչ ուտեստ ենք պատրաստել, փոփոխություն անելով հավի փապկամսով օրինակ այդ ուտեստը մի փոքր հուշում եմ անում, ասում ենք։ Այո, մենք արդեն ունենք Instagram-յան էջ շատ ակտիվ, կարող են մեր հեռուստադիտողները գրել եւ տեսնենք ով է կռահում։ Թե ինչ ուտեստ ենք պատրաստել։ Մինչև եթերը արդեն Սարգիսն ինձ ասաց, բայց թողնենք այսպես հետաքրքիր խաղ խաղանք մեր հեռուստադիտողների հետ։ Այո, այսօր նաև տարբերակ է, որովհետև պետք է նշենք մեր հեռուստադիտողները իսկապես շատ ակտիվ են եւ մինչ առավոտ լուսոյի Instagram-յան էջը գրում էին մեզ անձնական նամակներ կապված օրվա թեմաների, տեսանյութերի, խոհանոցային հատվածների հետ ու հիմա հիանալի հնարավորություն է բոլորի նամակները մեկ տեղել, մեկ էջում, մեկ հարթակում եւ բոլորին պատասխանել։ Իդեպ կարող են նույնիսկ բաղադրատոմսեր առաջարկել, հետաքրքիր, եւ մենք կպատրաստենք այստեղ։ Ընտիր, եթե ունեք հեղինակային բաղադրատոմսեր, ապա մենք սպասում ենք դրանց։ Այսօր նաեւ շատ մեծ հնարավորություն ունենք առաջ անգամ հում հավի միս ենք մենք պատրաստելու այստեղ եթերում եւ նաեւ կարող ենք ասել թե ինչպես ճիշտ մշակել միանգամից հավի միսը, մինչ եթերին պատրաստվել է ես ու Անուշը քննարկում ենք թե ինչպես է լինելու այս ամենը, հավը լվանալ, չլվանալ, որովհետև հաստատ հեռուստադիտողներն էլ լսել են տարբեր մասնագետների եւ գիտեն թե իրականում որն է միֆ, հիմա իրենք էլ շատ մտածում են, չէ՞, որն է միֆ, որը իրականություն։ Դե հիմա ասա։ Հիմա իրականում խոսենք հում հավի միս մշակելու մասին, շատ կարևոր է որ հավի միսը չլվանալ եւ ինչքան հնարավոր է չորացնենք։ Որտեղ որ աշխատելու ենք հավի մսի հետ, շատ կարևոր է որ առանձին պահենք մեր մնացած ուտեստներից եւ բաղադրիչներից, նաեւ սառնանում։ Ես եւ Անուշը ընտրել ենք առանձին ափսե, առանձին տախտակ, առանձին դանակ, պարտադիր ձեռնոցներ, որովհետեւ երբ որ վերջացնենք աշխատանքը առանձին մի քիչ վախենալու է, չէ՞, սենց ամեն ինչը ասում եք առանձին, բայց չէ, ոչ մի վախենալու բան չկա, քանի որ հավի փապկամիսի իր մեջ պարունակում ենք մի քանի մեր եթերների ընթացքում խոսել ենք սալմոնելա բջիջի միկրոբի մասին։ Եվ հատկապես եթե մաշկն են օգտագործում, ավելի շատ է պարունակում, դրա համար պետք է ավելի ուշադիր լինել։ Բայց քանի որ արդեն մենք աշխատում ենք մսի հետ, ցանկալի է միսը չլվանալ, միանգամից տարան դեննետենք, տոպրակը դեննետենք եւ մշակենք առանձին տախտակի վրա առանձին դանակով, իսկ հետո լվանալիս նախքան լվանալը քացախով ախտահանենք մեր տախտակը դանակը եւ հետո լվանանք։ Կամ մեկ այլ տարբերակ մասնագետներից մեկը առաջարկում է, մինչև դու կտապակես, ես հիշեցնեմ, որ ասում են կարող ենք հենց լվացարանի մեջ դնել մի տարա, մեջը եռման ջուր դնել եւ հավը ուղղակի այսպես ընկղմել այդ եռման ջրի մեջ եւ հանել։ Այդ ժամանակ արդեն բոլոր տեսակի միկրոբները վերանում։ Այո, դա էլ տարբերակ է, քանի որ եթե հասկանանք միկրոբների հիմքը, շատ հեշտ կլինի աշխատել նրանց հետ։ Մեր հավի համար պետք է մեզ ուղղակի 75 աստիճան կամ քացախաթթուներ, որ վերացնենք միկրոբը։ Քանի որ մենք արդեն տեղափոխեցինք շատ տաք տարայի մեջ հավը, մեզ պետք է որ մենք հեռացնենք մեր տախտակը։ Ես այդ ընթացքում առանձնացնում եմ թերթիկները։
Բայց մենք նաև տարբերակներ ենք աշխատել տեսել ենք։ մեր հայրենակիցների կողմից, ովքեր եռացման աստիճանի միջոցով են փորձում ազատվել այն միկրոբներից, որ քիչ առաջ դուք նշեցիք, դա ընդունելի տարբերակ է վերջո թե ոչ։ Եվ եթե այդպես է, չէ, եթե եռում է, արդեն բոլոր միկրոբները կորչում են, Պետք է բայց ուղղակի բարձրացնել լվանալու ժամանակ դու տարածում ես լվացարանի շուրջը, կարող է կպնել մեկ այլ իրի, տախտակը, դանակը, կարող է լավ չլվանալ եւ հետո օգտագործել օրինակ լոլիկը կտրելիս եւ այդպես տարածել։ Դրա համար է անհրաժեշտ չլվանալ, ուղղակի միանգամից ջրի մեջ էլի, մշակել։ քանի որ դնում ենք ջուրը բացում ենք, միանգամից այդ ջրի կաթիլները թռնում են մեր սեղանի մակերեսի վրա եւ դրա հետ մեկտեղ տարածում են այդ միկրոբները թռնելու ընթացքում։ Իրականում Սարգիս նշեցիք, որ շատ բարդ է թվում դա, շատ վախեցնող է երբեմն հնչում, երբ ասում ենք առանձին, բայց կար ժամանակ, որ մենք պարզապես կանաչին շատ արագ պահում էինք հոսող ջրի տակ։ Փոխարենը հիմա լվանում ենք աղով, սոդայաջրով, մի քանի րոպե ջրի մեջ թողնելով, ու դա կարծես 1-2 անգամից հետո դառնում է սովորական գործընթաց, ինչպես հիմա ձեզ մոտ է սա։ Հա, ուղղակի պետք է ճիշտ իմանանք թե ինչպես օգտագործել եւ վերջ։ Նույնը ձկան հետ կապված, հավկիթի հետ կապված նույն process-ն է աշխատում, մանավանդ հավկիթների, քանի որ հիմնական ավելի շատ հավկիթների հենց վրա են լինում, որովհետեւ այո, գործարանից գալիս են եւ մշակում չեն ասնում։ Նույնը հավկիթները, մի փոքր հավկիթները մի քիչ հակառակն է, մի փոքր ջրով եւ քացախով լվանանք, նոր օգտագործենք, բայց լվանալուց հետո չպահպանենք հավկիթները։ Այսա չսովորեցի այդպես։ Դա իմ ամենասիրելի Պետք է հատվածն է։ շատ տաք թավա ունենանք սրա համար։ Կարող է դու փորձել ես թավան տաք չի, Բայց նախ ծանր է, սկսենք այդտեղից։ Բայց մի անգամ խոհարարներից մեկը շատ երկար կոթով էր այդ թավան եւ այդպես հարմար էր, որովհետեւ ամբողջ այսպես կպնում էր մինչեւ արմունք հասնում էր եւ այդպես հարմար էր։ Ձեռքի վրա հենակեց Այո, առայլ։ հենվում էր, բայց այսպես մի քիչ անհարմար է։ Այսպես, ուրեմն մեզ պետք է կանանչիների գլուխները եւ մի քիչ էլ կտրատած Հիմա կտրատը։ ներքևի հատվածից մի փոքր նաեւ ասենք ուտեստը շատ པարզ է, օգտագործել ենք այստեղ, քանի որ հիմա պահքի ժամանակն է, կարող եք նաև բուսական կատ օգտագործել։ Մենք Անուշի հետ ընտրել ենք բուսական կատ, չնայած որ հավի մսով ենք անելու, բայց սերուցքով կամ բուսական կաթով կարող եք փոխարինել վերցնել, իսկ հավի միսը կարող եք փոխարինել տոֆույով։ Երկրորդ տարբերակ էլ կարող ենք առաջարկել, այս պահին մենք չենք պատրաստելու, բայց կարող եք տոֆով փոխարինել, որ պահքին էլ ուտեք եւ հարմար լինի։ Հաջորդ անգամ պատրաստենք, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի մեզ համար։ Ինչ է իրենից ներկայացնում։ Ես օրինակ դեռ կանխատեսումներ չունեմ, թե ինչ ուտեստ է մեզ սպասվում։ Դու մոտավոր հասկացել ես արդեն ինչ է լինելու։ Դեռ ոչ իրականում, որովհետև միայն հուշումը Սարգիսյանն էր, որ հավի միսը փոխարինված տարբերակն է այս բաղադրատոմսի, հավի փափկամիսը, բայց թե ինչ նախապատմություն ունի այս բաղադրատոմսը, չէ, պետք է սպասել, որ ավարտում տեսքը ունենանք, փորձենք գոնե այդպես հասկանալ ինչի է նման։ Պատմության ժամանակ ինձ թվում է շատ հեշտ կռահելու են, նաև մեր հեռուստադիտողները, եւ դուք էլ, բայց եթե դուք կռահեք, չասեք, որ հետաքրքիր Լավ։ Հետո վերջացնենք եթերը առանձին մեզ կասեք, տեսնենք կռահել եք թե ոչ։ Շատ լավ, մենք միանգամից կգրենք ձեզ։ Այո։ Մենք վերցնում ենք, այո։ Ահա, ասենք որ խաշել ենք արդեն բրինձը եւ ինչ պետք է անենք հիմա։ Բրինձը պահելու ենք ուղակի մատուցման համար, այստեղ մի քիչ աղով խաշված բրինձ է, ոչ մի հավելյալ գործողություններ չենք անում բրինձի հետ, հիմա ֆորմ ենք տալու գեղեցիկ, որ տեղադրենք ափսեի մեջտեղում։ Նաև մենք մի քիչ խառնելու ենք ուտեստի տեսակը, որ մատուցման ընթացքում էլ թեքենք մի քիչ ուրիշ բաների հետ կապված, որ դժվար լինի էլի կռահելը։ Այստեղ մենք նաև ունենք կարմիր կարի, որը կարող եք փոխարինել նաև աջիկայով, հայկական տարբերակ եթե պատրաստենք, եւ ունենք արգանակ, հավի։ Կաթնել դե նշեցին կամ սերուզ կամ կոկոսի կաթ կամ արդեն ինչ կնախընտրեք։ Այս եթե վերջացրեցինք, մենք կարող ենք Անուշ ջան բրինձը գեղեցիկ ֆորմա անել։ Մեր ափսո միջև ես հավը մեր տապակեմ։ Իսկ հետաքրքիր է կամած լայմի հյութը միսը համեմելու, թե վերջում պարզապես ավելացնելու։ Սոուսի մեջ ենք ավելացնելու հենց միանգամից, քանի որ միսը արդեն պատրաստման փուլում է եւ մի 2-3 րոպեից պատրաստ կլինի, մենք արգանակը սկսելու ենք հավաքել հենց մսի հետ, հետո ավելացնել ենք արգանակը հենց բրինձի կողքերը։
Այսպես, նաև արգանակի համար հարկավոր լինելու մեր կարի սոուսը եւ լայմի հյութը, որը օգտագործում ենք հավի վրա։ Նաև նշեմ մի թեթև, եթե հավի կրծքամիսը խաշում ենք ամբողջական, գոնե 45-ից 50 րոպե պետք է խաշենք, որ նորմալ մշակման process-ը ոնց որ իրականացվի, բայց ես կտրատել եմ շատ մանր փոքր կուբիկներով, խորանարդներով, որ շատ արագ մշակվի, համ էլ մեր ուտեստի համար պետք է որ լինեն փոքր խորանարդներ։ Ժամանակը բաժանել ենք խորանարդների։ 50 րոպե բաժանել ենք մանր խորանարդներ, տեսեք ինչ կստացվի։ Յուրաքանչյուր 2.5 րոպե յուրաքանչյուր խորանարդ։ Այսպես արդեն սկսելու եմ ավելացնել արգանակի բաղադրիչները։ Միանգամից հավի կրծքամսի վրա ենք ավելացնում։ Այո, միանգամից հավի կրծքամսի վրա եւ սկսում ենք մշակել։ Հետաքրքիր է անանուխի համը այստեղ։ Անանուխն է շատ հետաքրքիր ու համեղ համ է տալու թարմության։ Այսպես։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր տարբեր բույրեր է տարածվելու տաղավարով։ Արդեն սերուցքը ես ավելացրեցի եւ հիմա ավելացնելու եմ արգանակը եւ կոկոսի հոտը ոնց է դուրս գալիս։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ բաղադրիչներ այսպես առանձին կամ ինչ որ հավի կրծքամիսը համեմում ենք հիմա սերուցքային թանձրուկով, դա ծանոթ է բոլորիս, բայց դե վերջում ինչ է ստացվելու, այդ դա ես հիմա շատ լուրջ դեմքով մտածում եմ ու չեմ կարողանում Մենք կարծես խաղի մասնակցենք, որտեղ հարցը տրված է, իսկ մենք ժամանակը քանի դեռ չի ավարտվել, փորձում ենք գտնել պատասխանը։ Առաջինը ես եմ արդեն։ Բայց քարին արդեն հուշում եմ մի քիչ, չէ՞։ Բացի դա արդեն բույրը, որ հեսա հասնի ձեզ, արդեն կզգաք։ Մեր գիտակցության մեջ սկսելու են աշխատել հիշողությանը նոտաները եւ սկսելու են վերհիշել, թե ինչ հոտի է նման եւ ինչ են կերել այս հոտով։ Հասկացանք, որ բաղադրատոմսը ենթարկվում է որոշ փոփոխությունների, բայց ուզում եմ հասկանալ բուն բաղադրատոմսի անվանումը հայտնի է շատերին։ Շատ հայ։ Շատ շատերի։ Այդ պետք է մտածել արդեն։ Պետք է մտածել ու հասկանալ խոսքը ինչի մասին է։ Իսկ հավի կրծքամիսը փոխարինումն է մեկ այլ բաղադրիչի, թե պարզապես ավելացել է այս բաղադրատոմսը։ Փոխարինել ենք։ Ու մի փոքր էլ հուշում անեմ, քանի որ մի քիչ բարդ է ոնց որ ստացվում։ Հուշում անեմ նաև որ բացի հավի փափկամսից նաև կան մի քանի հիմնական բաղադրիչներ, բայց մսատեսակներ։ Չեմ շատ շեշտի, ինչպես է։ Այսպես մենք ավելացնում ենք նաև լայմի հյութը։ Արդեն պատկերացնում եք ինչ է դառնալու։ Իսկ գուցե ռտարով է սկսվում հայտի բաղադրատոմսը։ Չէ, Ոչ, լավ, ուրեմն։ բայց որ սկսենք տարերը հուշել, արդեն բան չի մնալ։ Այստեղ մի փոքր ավելացնում ենք Որ երրորդ տարը ասեք։ Ասեմ, որ 6 տարից է բաղկացած։ Այսքան հուշում արեցինք, էլ բան չի Չէ, մնում։ այդպես բարդ է ուղղակի տարերի։ Հիմա սկսում ենք խաղալ այն հայտնի խաղը, ակա այդ բարի մեջ։ Եվ հերթով բացենք տարերը։ Այսպես, բայց ես արդեն հիմնական հենց ուտեստի հոտը առնում եմ, եթե անուշը զգում է։ Այո, ես էլ եմ զգում։ Ինձ Հիմա թվում է այստեղից արդեն հաղորդավարներն էլ են զգում։ Ես իհարկե անուշաբույրը զգում եմ, այո, բայց դեռ չեմ կարողանում։ Իսկ անանուխը պարզապես վերջում Չէ, անանուխը համ հիմա ավելացնել ենք սոուսի մեջ, համ վերջում ավելացնել ենք արդեն ուտեստի վրա։ Հիմա մի փոքր Բայց ես պետք է հեռուստադիտողներին բացեմ փոքրիկ գաղտնիք, ասելով, որ մեր օպերատորական կազմը եւս միացել է այս խաղին ու փորձում ենք միասին գուշակել։ Քննարկում ենք կադրից այն կողմ։ Չեն երևում, կադրից այն կողմ արդեն հեռախոսներով սրճ անենք, տեսնենք Չէ, ինչ է նրանք պատրաստ։ արի լինենք ազնիվ եւ ասենք, որ ոչ, նրանք պարզապես փորձում են գուշակել առանց որոնումների։ եւ ուշադիր որպեսզի հետևելով խաղը արդար պատրաստման լինի։ ընթացքին։ Այ հիմա մեր բույրը նայեք, այս ոնց Արդեն փոխվեց գալիս է, արդեն այո։ անանուխը եւ թարմ համեմը ինչպես են փոխում մեր ուտեստի բույրը։ Եվ 1 րոպե փակում ենք, որպեսզի թարմ կանաչիների համն ու հոտը վերցնի ուտեստի իր մեջ։ Եվ արդեն կարող ենք մատուցել։ Եվ արդեն այո, սկսելու ենք մատուցումը։ Մեզ պետք է լինելու մատուցման համար լայմ, նանայի տերևներ, անանուխի եւ մի փոքր էլ համ եմ։ Այսպես Իսկ մեր անուշը արդեն սկզբնական շատ կարևոր քայլը արել է, նա կարողացել է կլոր ձև հաղորդել արնձին, որը շատ գեղեցիկ է
դիտվում ափսեի մեջ։ Like բրինձը Կարող մենք ենք ուղղակի յուրաքանչյուր ափսեի մեջ դնել, հետո մի փոքր ձիթայուղով այսպես տարածել, հայո քսել, որպեսզի հեշտությամբ դուրս գա եւ շրջել։ հա, նաև կարող ենք ափսեով անել, քանի որ տանը կարող է օղակներից չլինեն, խոհանոցային, սովորական ափսեն կարող ենք վերցնել, մի փոքր ձիթայուղ անել, նույն ձև մի թեթև սեղմ ենք բրինձը եւ հանենք գեղեցիկ այսպեսի ֆորմայով։ Այսպես արդեն պատրաստ է մեր Սարգիս դիմեք Ույրը օգնության զգացիք տարբերակներից եւս արդեն։ մեկին, որ երկրին է հատուկ իր օրիգինալ բաղադրատոմսը։ Նրանք չեն Գնում ենք դեպի Եվրոպա, Հա։ թե օրինակ մեքսիկական խոհանոցին ենք։ մեր երկրագնդից է, ասեմ որ Մաքս մոլորակի բաղադրատոմսերից չէ։ երկիր մոլորակներ Մի պատրաստ։ փոքր հուշի, բայց հենց մի փոքր հուշեց անմիջապես կգա։ Ոնց հուշեմ որ ճիշտ լինի, չեմ ուզում շատ մեծ հուշում տամ, բայց ասեմ որ ամենամեծ